Ողջույն, հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք քննարկել մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական կարևորագույն հարցեր։ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ ազգային ժողովի համապատասխան պրոֆիլային հանձնաժողովի զեկույցը կքննարկվի ոչ թե լիագումար բաց նիստում, այլ փակ լսումների ընթացքում։ Այս մասին հայտարարել է այսօր ազգային ժողովի նախագահը։ Նա ասել է, որ տեղի են ունենալու փակ լսումներ եւ փաստաթուղթը ներկայացվելու է հենց այդ ձևաչափով։ Այսօր էլ ազգային ժողովը ընդունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարության նախագիծը։ Սա եւս կարծում եմ շատ կարեւոր է եւ խաղաղության մասին իմ պատկերացմամբ վերջնական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է, որ մենք ամբողջական պատկերացում կազմենք, թե ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ, որպեսզի թույլ չտանք դրա կրկնությունը այսօր եւ ապագայում։ 44-օրյա պատերազմի մասին զեկույցը պատերազմական իրադարձությունների պարզ եւ սովորական նկարագրություն չէ, այն մեր պետականության փլուզման դիագնոզն է, ախտորոշումն է, մեր անվտանգության համակարգի հիվանդության քարտը, հիվանդության գրքույկը։ Գիտեք չէ, հիվանդանոցներում այդպիսի հիվանդության գրքույկներ կան, որի յուրաքանչյուր տողը ըստ էության բացահայտում է այն խորքային հիվանդությունները, այն խորքային արատներն ու սխալները, որոնց կուտակումը տարիների ընթացքում բերեց 2020 թվականի աղետին։ Պատերազմը չի սկսվել ամենևին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Սա ամենասխալ պատկերացումն է այդ պատերազմի մասին։ Այն սկսվել է շատ ավելի վաղ։ Այն պահին, երբ պետական մեքենան ըստ էության լքեց իր պատմական եւ իր իրական առաքելությունը եւ վերածվեց անձնական իշխանության սպասարկման մեքենայի։ Հայաստանի պարտությունը պայմանավորված չէր բացառապես հակառակորդի ռազմական գերազանցությամբ։ Այն բխեց մեր պետական կառավարման անկարողությունից, անճարակությունից, ռազմավարական մտքի, ռազմավարական մտածողության բացակայությունից, չգոյությունից եւ անվտանգության ամբողջական համակարգի դեգրադացումից, քայքայումից։ Պետությունը տարիներ շարունակ ապրում էր ինքնախաբեության մեջ։ Ըստ էության հավատալով, որ կարող է ապահով լինել առանց արդիական ամենակարևոր պատերազմի գործիքից, հետախուզության, անհրաժեշտ տեղեկություններից, առանց տեխնոլոգիական գերազանցության, որի հնարավորությունները եւս ունեինք, եւ առանց ռազմավարական նախաձեռնողականության, առանց անհրաժեշտ գործողությունների այդ ուղղությամբ եւ առանց ինքնուրույնության։ Այդ ընթացքում մեր բանակը դադարեց լինել մարտունակ եւ կարող ուժ եւ վերածվեց կոռուպցիոն շղթաների տարբեր հաստատությունների կոռուպցիոն այդ շղթաների մի բաղադրիչը։ Ռազմաքաղաքական որոշումները ըստ էության ձևավորվում էին ոչ թե տվյալների, տեղեկությունների եւ վերլուծության հիման վրա, այլ քաղաքական շահերի տրամաբանությամբ։ Իսկ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև դաշնակցային, այսպես կոչված, դաշնակցային հարաբերությունները ըստ էության հիմնված էին մինչ այդ պատրանքների, կեղծ սպասումների, ոչ թե գետնի վրա արդեն հաստատված աշխարհաքաղաքական իրողությունների վրա։ Մենք ընդհանրապես նույնիսկ մեր հաշվարկների մեջ չէինք
դիտարկել 2016 թվականի Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նոր դարաշրջանը, չէինք հաշվարկել ընդհանրապես դրանից առաջ Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում Ռուսաստանի եւ Թուրքիայի համագործակցաբար իրար հետ քաղաքականություն մղելու որոշումը եւ չէինք պատկերացնում, որ այդ համագործակցությունը կարող է ուղիղ ազդեցություն ունենալ Կովկասում Ռուսաստանի եւ Թուրքիայի գործողությունների վրա եւ ընդհանուր միջև, որ Ռուսաստանը կարող է թույլ տալ Թուրքիային խուժել հարավային Կովկաս։ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի այս զեկույցը ցույց է տալիս ամենակարևոր ճշմարտությունը։ Պարտությունը պայմանավորված էր ոչ թե արտաքին սպառնալիքներով բացառապես, այլ առավելապես ներքին անկարողությամբ։ Հայաստանը պատերազմում պարտվեց, որովհետև գործեց կույր եւ անտեղյակ պետության նման։ Առանց ճշգրիտ հետախուզական տեղեկատվության, առանց ժամանակակից ռազմաքաղաքական որոշումների, առանց համակարգված եւ կարգապահ զորահավաքի, առանց արդյունավետ եւ գիտելիք, հմտություն, փորձառու հրամանատարության։ Պարտվեցինք, որովհետև հույսը դրեցինք արտաքին ուժերի վրա, որոնք իրենց պարտավորությունները պայմանագրային չկատարեցին։ Պարտվեցինք, որովհետև տարիներ շարունակ փոխարինեցինք անվտանգային իրական քաղաքականությունը արտաքին պատրանքային հույսերով, արտաքին կախվածությամբ եւ քաղաքական սին սպասումներով։ Այս ամենից բխում է անխուսափելի եզրակացություն։ Հայաստանի պետականությունը չի կարող վերականգնվել հին համակարգերի վրա։ Այն պետությունը, որը մեկ անգամ արդեն խաբվել է այսպես կոչված դաշնակցային աջակցության դատարկ խոստումներով, այլևս իրավունք չունի նույն սխալը կրկնելու։ Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք ձևավորվել էին այդ կախվածության եւ մոլորեցման հիմքի վրա։ Իսկ ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի վերջին հարցազրույցը ըստ էության բացահայտում է, որ Ռուսաստանը պատերազմի ժամանակ մեզ մոլորեցնող հետախուզական տվյալներ է փոխանցել։ Եվ դրանից հետո մենք չենք կարող Ռուսաստանի հետ նույն դաշնակցային հարաբերությունները շարունակել պահպանել։ Անվտանգության համակարգը պետք է վերակառուցվի նոր սկզբունքներով, հստակ սահմաններով, փոխադարձ հաշվետվողականությամբ եւ առանց արտաքին ուժերից որևէ մեկին մենաշնորհային որևէ առավելություն վերապահելու։ Հայաստանը պետք է ստեղծի բանակ, որը կգործի 21-րդ դարի մարտադաշտի տրամաբանությամբ, տեխնոլոգիապես զինված, կառավարվող ավտոմատ համակարգերով, ամուր հետախուզական ցանցերով եւ ռազմավարական նախաձեռնություններով եւ նախաձեռնողականությամբ։ Սա գոյաբանական խնդիր է, ոչ թե ուզել չուզելու, ինչ որ մեկի կամքի եւ դրա չգոյության։ Եվ այս փոփոխությունը հնարավոր չէ կատարել այնպիսի կառույցների ներսում գտնվելով թեկուզ սառեցված, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, որը ըստ էության եւ պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո մի քանի անգամ ցույց տվեց իր անգործունակությունն ու քաղաքական արժեքը կամ իր անարժեք բնույթը։ Այդ կառույցից դուրս գալը պետք է դառնա մեր ազգային անվտանգության դոկտրինի առանցքային բաղադրիչը։ Նույն տրամաբանությամբ Հայաստանը պետք է ազատվի նաև ԵԱՏՄ-ի շրջանակում ձևավորված տնտեսական կախվածությունից, որը իմ համոզմամբ ամբողջությամբ խոչընդոտում է, որպեսզի Հայաստանը ինքնուրույն տնտեսական զարգացում կարողանա ապահովել, կարողանա այնպիսի տնտեսական մոդել իր համար ապահովել, որը կկարողանա վճարել
եւ սպասարկել մեր անվտանգության կարիքները եւ ծախսերը, որովհետեւ անվտանգությունն ու խաղաղությունը չափազանց թանկ հաճույքներ են եւ մենք որևէ արժեքի, որևէ գնի առաջ չպետք է կանգնենք։ Եվ այս իմաստով կարծում եմ մենք այդտեղ լրջագույն որոշումների կարիք ունենք եւ հետևությունների անհրաժեշտություն պիտի առաջ գա։ Ռուսաստանի մեկ այլ կարևոր ներկայություն մեր երկրում դա Գյումրիի 102-րդ ռազմաբազան է, որը այս պատերազմի ուսումնասիրության արդյունքներով պետք է ուղղակի քաղաքական որոշում կայացվի, գոյություն ունեցող 2010 թվականին երկարաձգված գոյություն ունեցող պայմանագիրը ուղղակի պետք է միակողմանիորեն լուծվի եւ կարծում եմ այլևս որևէ հարց չկա, որ այդ ռազմաբազան որևէ արտաքին սպառնալիք չի չեզոքացնում, անվտանգության երաշխիք չէ, այլ ինքնիշխանության սահմանափակման գործիք։ Ուստի պետք է դուրս բերվի Հայաստանի տարածքից։ Եվ դա ամենևին կողմնորոշման հարց չէ ռուսամետ ես, արևմտամետ ես, այլ պետական ինքնիշխանության վերականգնման պարտադիր պայման։ Այս զեկույցը մեր պետականության ապագայի ռազմավարական փաստաթուղթն է։ Այն պարտադրում է հրաժարվել քաղաքական մտքի հնացած, փտած, ժանգոտված գաղափարներից։ Այն պահանջում է վերաիմաստավորել արտաքին քաղաքական ուղեգիծը, վերակառուցել անվտանգության ճարտարապետությունը, վերաիմաստավորել դաշնակցային քաղաքականությունը եւ ձևավորել նոր ազգային անվտանգային շրջանակ։ Հայաստանը պետք է դադարի լինել աշխարհաքաղաքական խաղերի, այսպես օբյեկտ։ Հայաստանը պետք է դառնա աշխարհաքաղաքական գործընթացների մաս, դառնա սուբյեկտ, հստակ նպատակներով, հաշվարկված որոշումներով եւ ամենակարևորը ինքնուրույն նախաձեռնություններով։ 44 օրյա պատերազմի դասը թվում է շատ պարզ, բայց միևնույն ժամանակ շատ դաժան։ Պետությունը, որը հրաժարվում է տեսնել իր սխալները, դատապարտված է կրկնել դրանք։ Մենք այլևս չենք կարող ապրել պատրանքների, երազանքների եւ մոլորությունների աշխարհում։ Մենք պարտավոր ենք ընդունել ճշմարտությունը, որքան էլ այն դաժան ու ցավոտ լինի, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել, ամբողջությամբ ախտորոշել մեր պետության բոլոր հիվանդությունները եւ անհրաժեշտ դեղամիջոցներով առողջության միտված քայլեր ձեռնարկենք։ Վերջապես կառուցենք պետություն, որը ոչ թե հույսը դնում է ուրիշների վրա, այլ կարողանում է պաշտպանել ինքն իրեն։ Սա է մեր պետության հիմնական առաքելությունը եւ սա է միևնույն ժամանակ մեր պարտության գլխավոր դասը եւ սա է այն ճանապարհը, որով պետք է առաջնորդվի Հայաստանը, եթե մենք հավաքականորեն որոշել ենք եւ ուզում ենք գոյատևել, նաեւ հարատևել որպես ինքնիշխան, անվտանգ, ուժեղ եւ բարեկեցիկ պետություն։